քեզանից։ Եկա գոնե ձեր տանը կարողանանք շփվել։ Լավ ես արել Վիկա ջան։ Ես էլ գնամ ձեզ համար թեյ պատրաստեմ, դուք կամաց եկեք։ Ինչ որ բան ա եղել։ Մաման իրեն լավ չի զգում, գիշերը վատ ա քնել։ Դրա համար տենց արագ եկար տուն, թե տարիթ էր առանձնանալու։ Եթե ուզեինք առանձնանալ, հաստատ չէինք ամաչի, կասեինք։ Լավ, բաներ ասեցի ուղղակի։ Ես էլ անհանգստացա դրա համար եկա իմանամ ինչ կա։ Բան էլ չի եղել Վիկ։ Երեխեք չեք գալիս։ Ես եկա։ Որ թեյ խմեք, դուրս եկեք ման գալով, հա, չգիտեմ հայրդ ինչ վիճակում կգա, չէ ուզի որ Վիկան տեսներ, լավ։ Հա։ Քեզ ով ասես սրան ձեր տաս։ Ստեղ դրած էր չի կարելի։ Հիմա ինչ դրածա պետքա ձեր տաս։ Կներես, չգիտեի որ պիտի չվերցնեմ։ Գնա տուն էլի։ Բա գործը։ Ապրանքը առավոտ ա գալու։ Գնա հետո կգաս։ Կարող է դրա պատճառով քիչ տաս։ Բայց չէ, պակաս չեմ տա, ամ։ Եկա։ Մերսի։ Այն որ չես ուզում պատասխանես, էդ էլ է պատասխան։ Ես էլ ոչ մեկի չեմ սիրի։ Դրա համար չեմ ուզում, որ դու ինձնից նեղանաս։ Չեմ նեղանում։ Կներես, որ հարցրեցի։ Որ դու չնեղացեր։ Չէ, ուղղակի չեմ ուզում, որ անիմաստ հույսեր կապես հետս։ Բայց այդ չի նշանակում, որ դու իմ համար թանկ մարդ չես։ Դու իմ համար շատ թանկ մարդ ես։ Ու հենց դրա համար քեզ խնդրում եմ, որ հետ գաս մեր մոտ։ Չգիտեմ, հիմա հաստատ չեմ։ Դե հիմա չէ, բայց գոնե վաղը, մյուս օրը խոստացի, որ կմտածես։ Կմտածեմ։ Շնորհակալ եմ։ Դե քեզ տանեմ տուն, ես էլ գնամ։ Ով ում ա գցել ավտոյի տակ։ Ոնց ես։ Ասի ով ում ա գցել ավտոյի տակ։ Դու էիր խոսում երազումդ։ Լավ չես զգում քեզ։ Ես մի անգամից քաշեցի գլուխս որտես։ Ապրես։ Բայց դու տենց սովորություն չունես, ինչ է եղել։ Լավ ջան։ Ինձ տուն տարել է։ Գույնը դուրս չի գալի, կարող է շտապ օգնություն կանչել։ Կամ ես տանեմ հիվանդանոց։ Տուն։ Լավ հասկացա։ Արի։ Ներկաց։
որ գործ չկար, այդ հաստատ։ Բայց թե տուն ուղարկել է էդի դրա հետ էր կապված թե տետրի, ինձ թվում է հաստատ տետրի։ Որովհետև միշտ էլ գործ լինում է, տանողն էլ միշտ էլ գալիս տանում է։ Աբես դու հասցրիր տենաս ինչ տետրեր։ Ապեր այդ հետո։ Նոր Վիկայի հետ էի խոսում։ Ասեց, որ Անահիսեն ստանն է։ Մտածում եմ հավաքվենք միասին ու գնանք մի հատ լավ տեղ։ Թե դուք որ արդեն իրար հետ շփվում եք, չեք ուզում էր այդ հանդիպեք։ Չապեր այդ ինչ կապ ունի։ Սպասի զանգեմ Անահիսին տնամ իրան հարմար, հա։ Ես նոր խոսացի Վիկայի հետ, իրանց տաններ թե էին խմում։ Հա, բայց Վիկան Անահիսին հարցրել, հա։ Չէ, ես ասացի քո հետ կխոսեմ, հետո նոր կզանգեմ իրան։ Սպասի զանգեմ Անահիսին։ Հիմա? Չէ, ինձ հարմար է։ Բա քեզ? Լավ, ես տաքսին կկանչեմ կգանք։ 20 րոպեից պատրաստ ենք։ Գնում եք, չէ՞։ Հա, բայց 20 րոպեից պետքա պատրաստ լինենք։ Արամը մեզ համար տաքսի է կանչը։ Ինչ հաճելի է։ Մեզ եք ձեռ առնում, բայց դուք ոնց որ մեզնից ավելի լուրջ եք։ Լավիկա արագացրա, ուշանում եք։ Գնացի։ Այսօր վազեց Վիկան։ Պատրաստվի, Արամը մեզ տեղ է կանչել։ Ինչ լավ է։ Դե հանգիստ գնա, հեսա Դավիթն էլ կհասնի։ Մամ, բայց հետ չեմ ուզում քեզ մենակ թողեմ։ Ոյ, ինչ խնդիր կա, հո ես մենակ չեմ։ Դե ասացիր, պապան խմած է։ Հա, ինչ, ոչինչ։ Դավիթը հետ ես ան։ Դու հանգիստ եղի, գնա քո գործերով։ Բա ասում էիր լավ աղջիկ կա, հավանում ես իրան։ Դե հա ինքը իրոք շատ լավ աղջիկ է։ Բայց իմը լուսան ասած, ինչքան էլ դու չուզես լսես, այդ տենց է։ Ես վստահ եմ դու ավելի լավ թորան էիր արժանից հատ։ Բայց դե իմը էս է։ Իսկ ինչ որ մեկի հետ ամուսնանալ առանց իրան սիրելու ես հաստատ չեմ կարա։ Քեզնից ավելի լավ թոր իհարկե այս աշխարհում չկա, բայց ահա որ ափսոսում եմ քեզ ախր, սենց ոնց կլինի, չնայած հասկանում եմ լրիվ։ Կարող է ծիծաղս, կարող է մտածես, որ գժվել եմ, բայց ես իրոք հավատում եմ, որ լուսան հետ է գալու։ Արի ես քեզ չասեմ, էլի ես ինչ եմ մտածում։ Աշխենի հետ խոսացի։ Համոզեցի, որ տուն գա, որ մի երկու անգամ էլ դու իրան ասես, ինձ թվում է կգա։ Բա աշխատել է։ Աշխատանքը վաղվանից նույն ձև։ Շատ լավ է։ Այդ շատ լավ է, ուրախ եմ, որ աշխատանքը անձնական կյանքին չեք հարում։ Չասացիր կխոսես։ Խոսեմ։ Մի հատ ինձ որ խնդրեմ կասեք, այս փով միքսի մեջ ինչ ա մտնում։ Տեսեք 40 կտոր է ընդհանուր սեթը, 5 բաժին է, 10 տեսակ։ Ահա։ Այսինքն յուրաքանչյուր բաժին է 4 կտոր ուրիշ տարբերակ է, 4 կտորը ուրիշ։ Քանի անձի համար է։ 4։ Բավականին հարմար սեթ է 4 անձի համար։ Տույն։ Հազիվել հերիքի։ Այս տարեք ուտելու։ Հա։ Շատ լավ, վճարումը քարտով։ Հա։ Մեզ միած սրանից ուրեմն։ Բարի։ Պիցա։ Դու էլի բան ունես։ Հաստատվեց, ձեր կտրոնը որ 10 րոպեվա ընթացքում պատրաստ։ Մերսի շատ։ Շատ թույն իդեա է հոմպլեքսում Դավինչի սուշի բացելը։ Համ նորմալ առևտուր կանես, համ էլ կգաս նորմալ հաց ուտես։ Ճիշտ է։ Ուտելուց հետո էլ կարանք պտտվենք, հետո որ սովածանանք էլի գանք ուտելու։ Բայց ասեմ, որ արդար չի։ Իբր թույլ սեր եք, հա։ Ոչ մի տղա չի կարա այդքան վազվզի խանութներով, ինչքան որ դուք երկուսով։ Բա երեխա ունենալը, պահելը, մեծացնելը, տուն մաքրելը, ճաշեփելը։ Վիկա, շունչ քաշի։ Հանգիստ։ Հա ինչ։ Սխալ եմ ասում։ Չէ, սխալ չես ասում։ Բայց դե այդ ամեն ինչի մեջ հաճելի բաներ կա, չէ։ Ճաշեփելու ի՞նչն է հաճելի։
Դե որ քո սիրած մարդու համար ես անում, քո սերը ջերմությունը դրանով է ցույց տալիս։ Hey, pizza. Արի օգնի։ Ունենք ինչ եմ բերել։ Սենց։ Ինչ լավ տես։ Վերջ։ Ճաշ եփելու, երեխա ունենալու մասին մոռանում ենք ու հաց ենք ուտում։ Բարի ապրեք։ Բարի ապրեք։ Ահա։ Շնորհակալ եմ քեզ։ Դու չլինեիր, չգիտեմ ինչ էի անել։ Երևի մինչև վառավոտ օֆիսում էլ մնար։ Ինչ-որ բան կուզես։ Չէ։ Իզաբել, ով է ընկել մեքենայի տակ։ Քնած ժամանակ խոսում էր, ասում էր, ես չգիտեմ ով է գցել մեքենայի տակ։ Դու տեղյակ չես ինչի մասին է խոսքը։ Գաղափար չունեմ։ Բա այսքան խմելը ինչ հաշիվ է։ Էդ էլ չգիտեմ, բայց ըստ Նոնայի ոստիկանության կապիտան էր եկել օֆիս։ Հետը զրուցելուց հետո է սկսել խմել։ Ոստիկանության կապիտան։ Լավ, ասենք թե այդ կապիտանն է ասել վթարի մասին, բայց այդ ինչ պիտի եղած լինի, որ այս մարդը կորցնի իր։ Դու ենթադրություններ էլ չունես։ Իզաբել, կներես ինձ, դե այն օրը շատ տաքացա ու որոշ հիմարություններ դուրս տվեցի, շատ վատ եմ զգում ինձ։ Իսկ դու տեղյակ ես Օլայից, չգիտեմ անընդհատ մտքիս է, անկախ ամեն ինչից մեղքս շատ է գալիս, ախր ես էլ աղջիկ ունեմ։ Այնքան եմ տնից մեքենայով օֆիս, օֆիսից մեքենայով տուն, որ հոգնում եմ մի երկու քայլ անելուց։ Դե արի գնանք։ Չէ, բժիշկն ասել է մաքուր օդի զբոսնելը ճիշտ է։ Զբոսնենք։ Դե ուրեմն զբոսնենք։ Չես պատկերացնում ինչքան ուրախ եմ, որ այդ ամենը լսեցի Լուսեից։ Դու պիտի Դավիթի դեմքը տեսնեիր։ Երջանիկ էր։ Ես հավատում եմ, որ Դավիթը լավ ամուսին կլինի Լուսեի համար։ Դու այդ կարծիքին չես։ Դե կյանքը ցույց կտա։ Իսկ դու Սուրենի հետ խոսել ես ինչ-որ։ Չէ, չեմ խոսել։ Սուրենը կորել է, չկա։ Դավիթը զանգեց, պատասխան չեղավ։ Հետո էլ ես զանգեցի աշխատանքից հետո, էլի նույնը։ Բա ինչ ես մտածում։ Ինչ պիտի մտածեմ է։ Առավոտյան նորից կզանգեմ, եթե չպատասխանի, ուրեմն կգնամ իրենց օֆիս։ Երեխեքի մոտ բան ցույց տվեցի իհարկե, բայց իսկապես անհանգստացած եմ։ Այդ օրն էլ որ խոսում էինք, հեչ դուրս չեկավ։ Դրանից հետո դուրս եկավ գնաց կորավ։ Իսկ կարծում ես ինքը դրա հետ կապ ունի, դե այդ ոստիկանի հոր։ Չգիտեմ, Մարիամ, ինչ իմանամ, ոչինչ ասել չեմ կարող։ Գնանք տուն, գնանք, ցուրտ է։ Լավ, անիմաստ հարց եմ տալիս։ Համ ասում եմ անցանք, համ էլ։ Դե ճիշտն ասած ես զանգել եմ Օլիային։ Իմ խիղճն էլ է տանջում։ Հետո ո՞նց էր։ Թե ինչ իմանամ, չի պատասխանում զանգերից։ Եթե դեմ չես, ես վաղը նորից փորձեմ։ Իհարկե դեմ չեմ, ու մի խնդրանք էլ։ Ես շատ եմ ուզում, որ Օլիան երջանիկ լինի։ Այնքան երջանիկ, որ ինձ մոռանա։ Աստված դա մոռանա։ Էնպես որ եթե առաջ պապան էր խնդրում, հիմա ես եմ խնդրում քեզ։ Եթե իմ ասածին հասնելու ինչ-որ տարբերակ կա,
Հասկացա Դավիթ ջան, ես քեզ հասկացա։ Ամեն դեպքում հիմա լավ կլինի դու գնաս տուն, կինդ սպասում է։ Իդեպ Անայսը ասաց, որ ձեր տունեկան ու շատ լավ ժամանակ էին անցկացրել։ Հա, շատ։ Իրականում Արամի ու Անայսի հետ էլ է շատ լավ անցնում։ Արամը շատ լավ տղա է։ Իրենք շատ լավ զույգ են։ Այնպես որ հանգիստ եղի։ Դե սպանեցիր, Վիկա։ Ասեցի, այսօր հարմար չեղավ։ Վաղը կզանգեմ կիմանամ։ Եթե վաղն էլ Վերջ, չենք խոսում։ Երեխեք, կարանք նենց կազմակերպենք, մի օրով գնանք Ծաղկաձոր, մի գիշերով։ Բայց պարտադիր է գիշերով։ Անայիս ջան, ես դու հենց մեզանից վախենում ես։ Որ Արամը ինձ հետ այլնում, ոչ մի բանից չեմ վախենում։ Այս ինչ խոստովանություն էր։ Յա, այս սրտակեր, այս ինչ ես արել ես աղջիկա հետ։ Բապեր։ Ես մամայից գիտեմ։ Դպրոցում որ սովորում էինք, Վիկայից տուն մի գիշեր մնացի, ամբողջ գիշեր չէր քնել։ Ճիշտ է ասում, ես հիշում եմ։ Դե լավ, Անայիս ջան, դու խոսում ես մամայի հետ, Վիկ մենք էլ հասկանում ենք ոնց է լինում, թեկուզ մի օրով գնանք Ծաղկաձոր։ Լավ։ Պայմանավորվեցինք։ Ահա, գնացինք, եկեք։ Ես ինձ էի սպասում սատ, ճողը դրա համար ես բաց թողել։ Ոնց ես։ Լավ, Արեգն ասեց, որ գանք միասին աշխատենք, դե ես էլ խնդրանքը չմարժեցի։ Շատ լավ է։ Լավ է, որ եկել ես, այսինքն իրար չեք հանդիպել, հա։ Չէ, չենք հանդիպել։ Խանութ իջավ, դուրը իր համար էի բաց թողել։ Դե բան արա։ Հանի հետ վերարկուտ տեղավորեն։ Արեգն ասեց, որ խոսել եք, հա։ Դե Արեգը քեզ դուր էր գալիս, չէ։ Հիմա էլ է դուր գալիս, բայց ես չգիտեմ, այդ ամեն ինչը շատ քիչ է ամուսնանալու համար։ Դե հաստատ։ Ես հիմա մենակ պաշտպանության կարիք ունեմ։ Մնացածը ժամանակի ընթացքում կհասկանեմ։ Կարևորն է, որ ինքներդ ձեզ հետ անկեղծ լինեք, լավ։ Դեր նախաճաշը պատրաստենք, հեսա գալու է ասի, ես պատրաստ չի ամեն ինչ, արագացրու արի։ Գոնե հիշում ես երեք ինչ ա եղել։ Դու լրիվ ալկոհոլիկի դերես դե։ Դե, բա ես քեզ երբևէ վիճակում չեմ տեսել։ Գոնե կասես ինչ էր եղել։ Իզաբել 1000 անգամ ասեցի, բան էլ չի եղել։ Հեչ իրեն կարող է ստրեսից էր կամ հոգնած էի։ Ստրեսը ինչից էր։ Դու էլ մի օր իմ տեղը աշխատի, կհասկանաս, նա 4 կողմը ստրես է։ Իսկ դու գիտես, որ քնիդ մեջ խոսել ես։ Տանը չէ։ Օֆիսում։ Դավանել լսել է։ Ինչ որ ավտովթարից ես խոսել ու որ ինչ որ մեկ ընկել է ավտոյի տակ, թե ինչ։ Իսկ ասել եմ ով։ Դավոն ինձ այդքան է ասաց։ Ու վերջ։ Չես լսում։ Ասում Դավոն ինչ ասել է, քեզ ասում եմ, եթե ինչ որ հարցեր ունես, զանգի իրան։ Դե շնորհակալ եմ տիկին ջան։ Ոզեցի։ Ալո։ Հա։ Ագասը։ Դե կաս ասես։ Լավ, դստեղ ենք։ Նա։ Վիկան ուր հասավ։ Ինքը նոր է դուրս եկել։ Ապեր լսի, միջով աղջիկների գալը, հլը նայի։ Ես են ասացդ պետրն, հա։
Հա, քո կարծիքով էս ինչ կարող լինի։ Սեղտ է դր, այսինքն։ Ապեր նայ, տիրոջ աչքից ու ականջից հեռու լևի ապրանք են ստանում ու տակից ծախում են։ Դրա համար էլ խառնվել էր իրար, որ տեսել էր նայում ես։ Արտուր։ Ապեր մի քանի օր առաջ ապրանքի տակից բարսետկա եմ գտել ու մեջը լիքը փող կար։ Այդ իրանց աշխատած փողն է հաստատ։ Երևի։ Դու ինչ ես մտածում։ Դե ես ինչ մտածեմ։ Թող իրենք մտածեն։ Ես իմ գլուխը կախ աշխատում եմ։ Բա որ մի օր գլխի ջարդեմ։ Ոնց։ Ախպեր դու էիր ասում, մեկը տիրոջ ծանոթն է, մեկն էլ ընկերն է։ Հաստատ իրանք իրար հետ են անում։ Բա դու ով ես։ Մի օր հաստատ մի բան անելու են շորտան վրդ։ Դե լավ էլի, հազիվ մի հատ գործ էի գտել հանգիստ։ Մենք չանեն։ Չգիտեմ ախպեր, մի բան մտածի հետո կրակը չընկնենք։ Չէ, գիտեմ այդ տեղը։ Կես ժամից կլինեմ, հա։ Լավ։ 2 օր զանգում էի, առավոտներն անջատում էր, հիմա ինքը զանգեց։ Հետ շատ լավ է։ Նշանակում է կամ ինչ-որ կոնկրետ բան ունի ասելու, կամ էլ վախեցած է։ Իզաբելը վախեցած։ Դե կգնաք կտեսնեք։ Եկեք ձեզ իջացնեմ իր ասած տեղը, ես էլ մի հոգի կա պետքա տեսնեմ։ Չես ուզում ասել ու մեզ տեսնելու։ Կասեմ։ Այս գործի հետ է կապված էլի։ Հա։ Դա արի քեզ սուրճ տամ։ Քանի երիտասարդները չեն վերադարձել Աշխենը համակարգիչը մոռացել էր գնացին վերցնեմ։ Ինչեւ ես էլ հակնում եմ էլի։ Չէ, շնորհակալ եմ, ոչ մի բան պետք չի։ Պատրաստվեք դուրս գանք։ Լավ, 3 րոպե։ Արի նստի։ Նստի մի հատ նորմալ մարդավարի բան ասա հասկանամ։ Դե ասում եմ էլի, տեսնում գործեր կան, ուզում եմ 2 շաբաթով երկրից դուրս գամ։ Ինչ գործ։ Հա դե ինչ կարևոր է, հարգամ, ես ամենը ասում եմ, որ դու շինարարությանը դեր կանգնես էլ մի քիչ ուշադիր լինես։ Չէ՞ դե պարզ է դավուն, կգնա, բայց դե ջահել է, վախում եմ հանկած գլխի սարքեն, միակ մարդը, ում ես վստահում եմ, այդ դու ես։ Լսի Սուրեն, ես 3 չեմ ծնվել ու քեզ շատ լավ եմ ճանաչում։ 2 օր առաջ եք հանդիպել, նման բան չկար։ Հիմա ինչ եղավ։ Հա դե գործ է էլի, 2 կոպեկը ոչ մեկին չի խանգարել։ Այ մարդը հին թաղի գործն էլ տենց հարամ եղավ։ Վիճակս հեշտ լավ չի արգամ։ Ասա ինչ է եղել, ես կօգնեմ քեզ։ Ես մարդը չի լսում։ Ինչ է եղել, չես հասկանում։ Ինչ է եղել, ասա ինձ, ես քեզ կօգնեմ, ես գիտեմ այն ինչ որ դու հիմա ասում ես, այդ ամեն ինչը ջուր է, օդ։ Դու ինձ ասա ճշմարտությունը։ Իսկ հիմա ամենակարևորը լսի։ Այդ ոստիկանը եկավ քեզ մոտ, խոսեցիք, հարցեր տվեց, Պաստելնի գույները, դրանցից լավը չկա։ Բայց պատվերը ոսկե գույնի մեջ է, չտեսար ուղարկված նկարները։ Դե մենք կարանք մեր առաջարկը ներկայացնենք ամեն դեպքում, կարող է աչքը տեսնի հավանի։ Կապիտան։ Բռնվեցինք։ Բարև ձեզ։ Բարև հարիչ։ Էս ուր սատ։ Շինհրապարակ ուր։ Կապիտանը այդ կողմի վրա է գնում, հարմար է։ Հա, Աշխեն ջան, կապիտանը եկել էր, որ ասեր Ռուսաստանից լուրջ չկա։ Հա, այսինքն դեռ չեն գտել։ Չէ, բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ ինքը սովորաբար եղել է, փնտրում են, բայց չկա։ Իդեպ դուք այդ մասով ինչ-որ ինֆորմացիա կարող եք ունենալ։ Այսինքն այնտեղ, որտեղ որ ինքը կարա թաքնվի։ Հա։
Ես մերոնց համոզել եմ։ Ճիշտ է մի քիչ խափել եմ, ասել եմ ամբողջ կուրսով ենք, ես էլ հոձնծաղիկ չեմ չգնամ, բայց ինձ թվում է ստացվել է։ Այսօր իրիկունն էլ կարամ գնամ Անահիսենց Իզաբելին ասեմ, որովհետև իրանի ցույց չկա։ Այդ Իզաբելը, որ ասում ես, Անահիսի մամայի հետ ես։ Հա, չի թողում ծյոծ Իզաբել ասեմ։ Հա։ Կարանք այս շաբաթ կիրակի էլ գնանք, կարաս ամբողջ շաբաթ հավաքես գումարը, տեղ չգնանք։ Համ էլ մենակ դու չես Արամն էլ։ Վիկ, սպասի։ Կարող այսօր վաղը էլ այդ գործը չլինի։ Ոնց չլինի։ Դե հա, բաներ կա, որ դուրս չի գալիս։ Պիտի մտածեմ, հասկանամ նոր։ Արթուր, դու կարող ես իսկականից չես ուզում աշխատես։ Վիկը կլինի ամեն ինչ չբարթացնես, հիմա ամեն ինչի որ քեզ պետք է ասեմ։ Հեսա զանգն էլ տալիս է։ Սպասի, ինչ զանգ։ Հազիվ հավես բան ենք մտածել, կարաս չփչացնես։ Վիկա, կգնանք Ծաղկաձոր, այս շաբաթ չի լինի, մյուս շաբաթ կգնանք, սպասի հասկանամ նոր։ Զզվում եմ, մի արի հետևի։ Բայկալ լճի մոտ, չգիտեմ ով կա այնտեղ, բայց ինքը միշտ ասում էր, որ այդ ամենաապահով տեղն է ու միշտ կարա այդտեղ մնա։ Դե Աստված տա, այնտեղ է լինի։ Շնորհակալ եմ շատ։ Ես անպայման կփոխանցեմ Ռուսաստանի իմ գործընկերներին ու ինչքան հնարավոր է արագ կստուգեն։ Ես եմ շնորհակալ, մենակ թե շուտ գտնեք։ Ես ուզում եմ, որ papan շուտ գա ու ապացուցի, որ ինքը ոչ մի կապ չունի ու այդ ամեն ինչը պաշտն է սարքել։ Արեք, դուք տուն եք, չէ՞ գնում։ Հա, բայց ես կուղեկցեմ Տիկին Սաթենին։ Գնանք։ Իհարկե։ Ինչը դուրդ չեկավ։ Մեջս ինչ որ կասկած կա։ Ինձ թվում է իրանք լրիվ ուրիշ տեղ են գնում։ Մենակ չասես հիմա էլ եմ ես մեղավոր։ Որ Արթուրից ինչ որ բան ես ուզում, չի անում։ Չէ, լավ, հարցիս պատասխանի, չի անում։ Դե եթե այդ ժամանակ չի կարողանում անի, հետո չի մոռանում, որ փող ա ունենում անում է։ Ապրես։ Դե այսօր չկա, վաղը կլինի։ Քո խնդիր ինչու՞մն է։ Եսի։ Երևի խնդիր չկա։ Էլի ապրես։ Բա ինչի ես կռիվ սարքում։ Անահիս։ Ես շատ վատն եմ։ Չէ, Վիկ, վատը չես։ Ուղղակի ոնց որ կապրիզնի երեխա լինես։ Արթուր, հիմա եմ ուզում, հենց հիմա։ Արթուրն է, որ քո ձեռը դիմանում է։ Չսկսես։ Հիմա դու ում կողմից ես։ Քո, Վիկ, քո կողմից եմ։ Բայց Արթուրը տղա է, մի օր կհոգնի կգնա։ Իսկ ես գիտեմ, որ դու իրան շատ ես սիրում։ Հա։ Շատ եմ սիրում։ Ըհը։ Դրա համար, որ ինչ-որ բան դուրը չի գալիս, մի անգամից բռնկվի։ Մի հատ խորը շունչ քաշի, արտաշնչի, հետո նոր խոսա։ Չի ստացվում։ Ստացվում է։ Մնում է հիշեմ։ Լավ, Լևոն ջան, դու արդեն գնա։ Ես չեմ կորչի, մի վախեցի, մենակ կհասնեմ։ Տիկին Սաթեն, ճիշտ ասած, մի բան էի ուզում հարցնել։ Բա, այդ նոր մարտավարությունն է, հա։ Տենց ուզում ես մինչև վերջ հետս գաս։ Դե չէ, իրոք ուզում էի ուղղակի հարցնել Աշխենն ու Արեգը ընկերություն են անում։ Դու ամուսնացած չես, Լևոն ջան։ Այս գործը թողնում ա որ։ Դե ինչ ասեմ, ես իրականում կուզեի, դե Աշխենը լավ երեխա է, շատ լավ երեխա է, բայց դե Արեգը չի մոռանում իր Լուսեին։ Իսկ Աշխենը։ Աշխենը լավ երեխա է, դե գիտես, խառն է, շատ։ Դուրդ գալիս, հա։ Հա, շատ։ Ուղղակի դե առաջին օրվանից միշտ Արեգի հետ էր գնում գալիս, որոշեցի հարցնեմ։ Ձեզանից լավ ոչ մեկ չէր իմանում։ Դե ես ինչ որ գիտեի քեզ ասեցի, Լևոն ջան, մնացածը դե դու գիտես։ Լավ, ստեղից դու մի արի, որտեղ հնարավոր է Իզաբելը եկել է, չեմ ուզում իրար հետ մեզ տեսնի։ Կարող է մտածի իրար հետ ենք էլի գործում։ Հասկացա, ճիշտ եք ասում։ Դե որ վերջացնեք։ Կզանգեմ, եղավ։ Պաստորեն ոչ եկել է, ոչ զանգել է, հա։
Չէ։ Ես էլ առավոտյան որ եկա պահակներն ասեցին, որ դու երեկոյան եկել ես իրան տարել ես։ Դրանից հետո չի հայտնվել։ Դե այն վիճակում էլ չէր որ գար։ Երևի հիմա գլխացավով պարկած է։ Չէ, տանն էլ չի։ Զանգել եմ։ Դե չգիտեմ Դավիթ ջան, փաստն է որ ստեղ չի եկել։ Լավ, ես երևի մի քիչ կսպասեմ, համել տեսնենք ինչ է լինում։ Իսկ այդ ընթացքում որևէ բան կուզես։ Չէ, ապրես, ես այս ընթացքում նորից կզանգեմ։ Մարդես կարող է պատասխանել։ Լավ։ Սուրեն ձայն հանի։ Հա դե ինչ կարևոր է։ Ոնց ինչ կարևոր է, շատ կարևոր է, ասա։ Հա, եկավ։ Խոսեցինք հետո։ Այդ հետոն դու պիտի ասես։ Խոսեցիք։ Ինչ ասեց, գործը պիտի վերաբացվի, թե փակվեց այդ պատմությունը։ Որ գործը վերաբացվեցինք, ինձ բան չի ասել։ Չգիտեմ, կամ ասելա չեմ հիշում։ Չհասկանում, դու չես լսում։ Այդ տղայի համար կարևոր իր հոր գործն է։ Եթե հոր գործը վերաբացվի, կվերաբացվի նաև Անդրանիկի գործը։ Սուրեն, դու հաստատ շատ կարևոր բան ես թաքցնում։ Ասա ինչ է եղել։ Անցյալ անգամ հարցրեցի, ոչ մի բան չասեցիք։ Հիմա դու տարբերակ չունես։ Ասա, Սուրեն, ինչ է եղել։ Ինչ կապ կա քո ու այդ ոստիկանի հոր գործի մեջ։ Ուրեմն պետք է Անահիսի ծննդյան ամբողջ պատմությունը բացանեմ ու դնեմ իր առջև։ Նինոն իմիջայլոց ինձ ամեն բան պատմել ան, հենց որ խոսքեր չեն միայն, նաև փաստեր կան։ Որ իմանամ, որ հանկարծ իմ հետ կապված ոչ մի բան չի լինելու, գլուխս կախելով կաշխատեմ։ Բայց դե չգիտես երբ ու ոնց կարա ինչ լինի։ Կնոջ ծնողների, այսինքն նկատի ունեք Իզաբելի։ Հա, դե այդ ժամանակ ամուսնացել էին, չէ՞։ Չգիտեմ ճիշտն ասած։ Չէ, այնտեղ չէր։ Սուրեն քեզ սպանելն անգամ քիչ է, քեզ վառելն անգամ քիչ է։